Ինչպես է ստացվում, որ եթե ինքը չլինի, պատերազմը լինի, այդ ինչ հիմքերով է։ Որովհետև երկու օրակարգ կա այսօր հայաստանյան քաղաքական դաշտում։ Դա մեկը խաղաղությունն է, մեկը պատերազմն է։ Մեկը ինչ-որ պահանջներ հարևանների նկատմամբ է, մյուսը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է։ Դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ է պայմանավորությունը, դա օրակարգի, քաղաքական տեսլականի, քաղաքական դիրքորոշման մասին է խոսքը։ Եթե դուք դա կենտրոնացնում եք Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, ապա այո, թող դա լինի այդպես եւ Նիկոլ Փաշինյանը թող համարվի խաղաղության խորհրդանիշ, ես դրան ընդհանրապես դեմ չեմ։ Բայց կոնկրետ ժամկետ, ասում եմ սեպտեմբերին, հոկտեմբերին պատերազմը հենց չի լինում։ Քաղաքական գործիչները նաեւ կարողանում են քաղաքական վերլուծություններ անեն եւ դրա իրավունք ունեն եւ վարչապետը որպես առաջին քաղաքական գործիչներից մեկը Հայաստանի Հանրապետություն դրա իրավունքը ունի եւ դա գնահատական է, դեպ ասեմ դա ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից էլ է նման բան բարձրաձայնվել եւ բարձրաձայնվել է ամեն տարի եւ ամիսով են ասել մեր падգամավորները ազգային ժողովի ամբիոնից ասում էին պատերազմը խաղաղության պարագայում էին ասում պատերազմը չեք զարմանում եմ հասկանում շատ է տարբեր ձեր իշխանության այսպես ասած ներկուսակցական քարոզարշավների եք գնում հանրապետության տարբեր մարզեր խաղաղության վերաբերյալ քաղաքացիների կարծիքները ինչպիսին են դիրքորոշումները Դե ասում են շնորհակալություն մեծ հույս ունեն որ այս ուղղությունը կշարունակվի, մենք էլ իրենց ի պատասխան ասում ենք, որ իրենք պետք է տեր կանգնեն խաղաղությանը եւ իրենք էլ պատրաստակամություն են հայտնում տեր կանգնել խաղաղությանը։ Էսա մեր հիմնական խոսակցության թեզերը, նաեւ շնորհակալություն են հայտնում ճանապարհների, դպրոցների, բժշկական ապահովագրության համար շատ մարդ օգտվելա, շատ հաճելի է, որ աշխատել է եւ շատ մարդիկ արդեն օգտվել են դրանից։ Թոշակների համար են շնորհակալություն հայտնում եւ պահանջում են մեզանից որոշ ընդդիմադիր գործիչներին հնարավորինս շուտ ինչ որ ձևով լրացնել ինձ ասում են խիչեք падգամավորներ կան չեն գալի խիչեք հանում գործից բան դե պարզ է ես բացատրում եմ որ դրա իրավունքը չկա եւ այլ լրիվ քաղաքականացված խոսակցություններ է տեղի ունենում։ Իսկ խոսք գնում այն մասին որ սեպտեմբերին կարող է լինել պատերազմ եւ պատասխանեցի։ Բայց ինչ անեմ։ Պարզապես այդ հարցի հետ կապված դուք մեղադրում եք։ Չէ, մի րոպե, դուք հարց տվել եք, հաջորդը խնդրեմ նարեք։ Ես կարող եմ այդ հարցի հետ կապված Չէ, եկեք պատտվենք հիշեք։ Լավ, խնդրեմ։ Կարող է ուրիշ բաներ ասել։ Կարող եմ։ Ժողովուրդը, երբ որ դուք ասում եք, որ սեպտեմբերին լինելու է պատերազմ, դա որպես շանտաժ է դիտարկվում սպառնալի։ Ես արդեն պատասխանել եմ։ Ես արդեն այդ հարցին պատասխանել եմ։ Քաղաքական գործիչները քաղաքական վերլուծություններ են կարողանում անել, իսկ երկրի վարչապետը ունենալով ինֆորմացիա տիրապետելով ամբողջ process-ներին կարող է նաև նման չընդհատես։ Կարող է նման կանխատեսում անի, ես նաև նշեցի, որ մեր ընդդիմադիր գործիչները նույն բանն են ասում, նույն բանն են ասել, նույնիսկ խաղաղության պայմաններում, որը որ մենք հիմա ունենք, մեր падգամավորները վեր են կենում եւ գոռում են, որ պատերազմ է եւ այլ։ Խի դուք դա ընդդիմադիր գործիչների մոտ չեք տեսնում, երբ որ վարչապետը նույն բանն է ասում, արդեն ավելի հիմնավոր ձևով ձեր մոտ դա զարմանք է մարդիկ ինչի են մեզ ասում շնորհակալություն խաղաղության համար մարդկանց երեխաները չեն մահանում չեն էթում մարդը ավելի քիչ անհանգիստ է երբ որ իր երեխան զորակոչվում է բանակ եւ այլ այսինքն ոնց չխոսեն մարդիկ իհարկե խոսում են դրա մասին իմ հարցի նրամասն է որ երբ որ դուք ասում եք եթե մեզ չընտրեք սեպտեմբերին կլինի պատերազմ հանրությունը մարդիկ ովքեր ձեզ հետ հանդիպում են դա ինչ էին դիտարկում որպես նախազգուշացում ասում են սրանց էջը շուտվանից բաներ շուտ արեք փակեք ասում են սրանց էջը փակեք բրծնենք մենք այս խոսակցությունը չես եմ ասում իսկ դուք ինչի եք մին ընդհատում ինձ ինչ թազավորում Պարոն Սիմոնյանը դա պարզապես Հայաստանի վարչապետի վերլուծությունն է թե նա նաև տեղեկությունների է տիրապետում որովհետև ասում են 18 թվին եկավ չասեցին ինչ իրավիճակ է պատերազմ եղավ հիմա նոր աշխատելավոճ եք, հա, որտեղ գիտեք, որ պետք է պատերազմ լինի, նախորդ ժողովրդին ասում եք, խնդրեմ հստակեցնել, վերլուծություն է թե հստակ տեղեկություն։ Ես արդեն երրորդ անգամ եմ դրան պատասխանում, քաղաքական գործիչները քաղաքական վերլուծություններ կարող են անել Հայաստանի Հանրապետության վարչապետը ունենալով բավարար ինֆորմացիա եւ քաղաքական վերլուծություն անելով, ինչպես նաեւ
ակնհայտ լինելով, որ Հայաստանի Հանրապետությունում փաստացի կա երկու բևեռ։ Դա հարևանների նկատմամբ պահանջներ ներկայացնող բևեռն է, օրինակ Ռոբերտ Քոչարյանը, որ ասում է իր ասուլիսի ժամանակ, որ այսօրվա իրավիճակում սահմանափակվել 29743 կիլոմետր քառակուսի կիլոմետրի մեջ դա ուտոպիա է եւ խոսում են պահանջատիրության մասին, տանում են այդ խոսույթը, որ մարդիկ, ովքեր որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը դեմ են, դեպքը դուրս էր եկել, ինձ ասում էր, բան Նախիջևանն եմ ուզում, Կիլիկյանն եմ ուզում եւ Ղարաբաղն եմ ուզում։ Այդ խոսույթը պատերազմի մասին է, այսինքն ուզում եմ որն է, դա ոչ մեկ չի, հա? Չէ, դա քաղաքական, լսեք, Ռոբերտ Քոչյանը իր երազանքներով թող գնա իրանց տանը, թող գնա իրանց տանը բանը, բայց երբ որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը պարլամենտում այսօր գտնվող նման բան է ասում, եւ ակնհայտ է, չէ, բայց այդ մարդը եւ ակնհայտ է, չէ, որ հանրությունը նման խոսակցության մեջ է հայտնվել եւ հայտնվում է եւ դա բնական քաղաքական վերլուծություն, հա, եթե դուք նկատի ունեք, որ տենց տվյալներ կան, որ սեպտեմբերի այսինչ օր, այսինչ sense բան, բնական է նման տվյալներ չկա։ Կներեք, Քոչարյանը չի ասում, ես գամ իշխանության պատերազմը սկսեմ Արցախում։ Ասում հիմա տարածաշրջանում լարված իրավիճակը, չգիտեք վաղը մյուս օր մի քանի տարի հետո ինչ աշխարհաքաղաքական կարգեր կհաստատվեն, սահմանները ինչպես, ասում եմ, եթե լինի հնարավորություն առիթ, պետք է օգտվել դրանից։ Ես շատ բան ասում եմ, շատ վատ բան, իհարկե վատ բան։ Ոչ, իհարկե ոչ, միանշանակ ոչ, երբեք, ոչ Թուրքիայի պարագայում, ոչ այդ ինչ եք խոսում դուք։ Իսկ հիմա Ադրբեջանը մեր թուլացած վիճակից օգտվի եւ մտնի դարձնի, ասենք մի հատ Պուճուրիկ Երևան քաղաք թողի։ Այդ ինչ եք ասում։ Այդ ձեր հարցը համ վրթովեցնող է, համ ակնհայտ դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք։ Իհարկե ոչ, երբեք Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա տարածքային պահանջներ եւ չունի իր հարևանների նկատմամբ։ Այդ ի՞նչ է։ Այսինքն դուք ինչ եք մտածում Հայաստանի Հանրապետության պարլամենտական երկրի պարլամենտի նախագահին հարցնում եք, ասում եք մենք պետք է սպասենք Ադրբեջանը թողնա, ոչ, եթե շատ վատ բան է ասում, շատ վատ բան է ասում, անթույլատրելի բան է ասում, խայտարակ բան է ասում։ Ու դրա համար ինքը վաղը մյուս օրը այստեղ նույնիսկ չի հայտնվելու իր այդ խոսը։ Այդ իր երեխեքն են գնալու կռվեն կամ այդ ինչ է դարերով մեզ գցում է կախվածության մեջ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից կամ որևիցե մեկից։ Ոչ, մենք պետք է տարածաշրջանում այնց հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու։ Հավերժ թշնամություն, ինչ դիվանագիտորեն, լսեք, հորով մորով արեց Հայաստանի Հանրապետությունը 10 տարի ինքը իր իշխանության օրով, թե ինքը հարստացավ։ Այդ Հայաստանի Հանրապետությունը 29743 քառակուսի կիլոմետր այտենց շենացրեց, վերականգնեց, ուժեղացրեց, թե գույք պարտքի դիմաց տվեց, ասենք, ռազմավարական բաներ եւ Հայաստանի անկախությունը, ինքնուրույնությունը տվեց ուրիշ երկրի։ Հիմա էլ պետք է ինքը տես բան է, ասա իսկականից, անկեղծ հավատաց չի գալիս։ Ոստի ժամանակ ասում է, չեմ նայել Փարք Աստծո, կարող է իրավիճակ փոխվել, պետք է Հայաստանը Իրանից ինչ որ հետո խայտարակություն է, շնորհակալ եմ քեզ այդ հարցի համար, խայտարակություն է։ Խայտարակություն է դա։ Դա անընդունելի է։ Իսկ դուք 4-րդ հարցն եք տալիս։ Խնդրեմ, ստեղ խնդրեմ։ Ինչ ամոթ հա։ Ես դուրս զարմանում եմ, որ քաղաքական գործիչը, որ լավն է, վատն է, հարցը դա չի, բայց այդքան ժամանակ բանի մեջ է, հա, այդ քաղաքականության մեջ է նման բան կա, այդ Ստամբուլը արյանցով սարքենք, մտնենք Սասուն, այդ ինչ ասելու բան։ Արցախն Ստամբուլը նույն հարթակն է։ Լսեք, Ստամբուլը չէ, ասենք, չգիտեմ, արևմտյան այն պատմական Հայաստանը բան են, ես այն մարդու տրամաբանության մեջ եմ, որի հետ այն օրը հանդիպել եմ, հա, այդ նույն տրամաբանությունն է, դա խայտարակություն է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանը խաղաղ լինի, պատերազմ չլինի, որովհետև ասում եմ, այդ Հայաստանի վերջի մասին է ինքը խոսացել։ Բայց մենակ մեզանից չի կախված։ Մեզանից է կախված։ Մենակ չէ, բայց մեզանից էլ է կախված։ Այս խոսույցից, այ Քոչարյանի նման քաղաքական գործիչների, այդ ռևանշիստական, այդ դուք հասկանում եք դա ինչի համար է արվում։ Լսեք, դա արվում է նրա համար, որ Հայաստանը լինի այլ պետության կազմում կամ առնվազն կախվածության մեջ լինի, որ լինի ռուս խաղապահ
եւ լինի հավերժ պատերազմ, որտեղ լինի մոդերատոր։ Ես զարմանում եմ, որ այսքան տարի սա ասում եմ, սա ասենք յուրաքանչյուր տաքսո վարորդին մոտեցեք հարցրեք, քաղաքական վերլուծություն կանի եւ դες կբացատրի մարդ, որը որ քաղաքականությամբ չի զբաղվում։ Էս ի՞նչ է։ Պետքա վախենանք, իհարկե պետքա վախենանք։ Մենք պետքա վախենանք այդ խաղաղությունը ձեռքից բաց թողնել։ Որ պահանջներն ենք բավարարել։ Կասեք, լսեք, դա մեր սահմանադրության փոփոխության ծրագիրը եղել է 2020 թվականի սկզբին։ Մի րոպե։ Այդ իսկ կլինի պատասխան։ Եղել է, որ ես բան, որ ես չպատասխանեմ։ 5 տարի ես ձեր հարցերին պատասխանում։ Ես եմ հետ գալի ասում, այն բառն էլ ասեցիր պատասխան։ Հիմա թող հռչակագրին է կանրադառնամ, սահմանադրությանն է կանրադառնամ, հետո մի հատ էլ հարց կտաս Կարինե ջան։ Բայց ես կարամ պատասխանեմ, բայց նոր իրավիճակ է, չէ 20 թվականի մայթերվարից մարտից հետո պատերազմ ա եղել, կովիդ ա եղել, ուկրաինական պատերազմ ա եղել, պատերազմը շարունակում է, բանը ԱՄՆ-ն եւ Իսրայելը հիմա մեր հարևան Իրանի հետ պատերազմի մեջ է։ Դուք հասկանում եք, որ բան ա փոխվում։ Ինչ անի։ Ես կարամ պատասխանեմ։ Նոր իրավիճակը պարտադրում է նոր լուծումներ։ Եթե դու սկսում ես դահուկներ քշել, դու պետք է սկսես նաև այդ կանոնները պահել, որպեսզի չընկնես գլուխդ չջարդես։ Հայաստանի Հանրապետությունը տեղի ունեցող իրավիճակում, որտեղ հիմա մարդիկ կան, որ երրորդ համաշխարհային պատերազմ են ասում, իր դերն է բանանում։ Շորտ լավ չի, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա որևիցե process-ի մեջ, որտեղ պետք է մեր երեխաները զոհվեն չկան։ Վատ է դա։ Ես կարծում լավ է։ Բայց վատ է, որ ասում են մենք չլինենք, կլինի պատերազմ։ Լսեք, լավ է թե վատ է, դա իրականություն է։ Ուրեմն կրկնում եմ, լավ է թե վատ է, դա իրականությունն է, որովհետև դուք բոլորը իմ հետ միասին ստեղծել ենք մի պետություն, ստեղծել ենք մի հանրություն, մի խոսույթ, որտեղ մեր ընդդիմությունը մտածում է, որ ինքը պետք է պահանջատիրական բաներ առաջ քաշի, քաղաքական պահանջներ քաշի եւ դրանով գա քաղաքական օրակարգ։ Մենք ենք մեղավոր, մենք բերել ենք մեր բևեռացումը հետ ենք արել։ Այո, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը խաղաղության կուսակցությունը եւ այո, մնացածը դրանք մեծամասնությունը հիմնական ընդդիմադիր դերակատարները դրանք պատերազմի կուսակցությունը։ Հիմա իրողությունը դա է։ Եթե մարդիկ, կրկնում եմ, ասում են, որ իրանք պահանջ պետք է ներկայացնեն եւ այս քառակուսի կիլոմետրից դուրս իրանք պետք է չդուրս գան, դա կոչվում է պատերազմ։ Անունը ինչ ուզում եք դրեք։ Հիմա դա ինչ եք դուք, այսինքն ինչ պետք է ես ասեմ, որ այդ տրամաբանության մեջ չտեղավորվեմ, ես չեմ հասկանում։ Ես մեղավոր եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դրա մասին է խոսում։ Ես մեղավոր եմ, որ մնացած քաղաքական ուժերը այդ ուղղությունն են տանում։ Ու ասում եմ, նպատակը հետեւյալն է, ժողովուրդ, սովետական միությունը փլվելուց հետո բոլոր տեղերում, Միջին Ասիայում, Ուկրաինայում եւ մեր տարածաշրջան թողել է չլուծված սահմանային հարցեր։ Մեզ էլ ասել է դուք այս որ ապրում եք Հայաստանի Հանրապետությունում, դուք միշտ երազեք, որ ձեր տունը մենակ ստեղ չի, ընդեղել է ձեր տունը, ընդեղ մենք էլ ձեզ տիրություն կանենք, որ մենք միշտ կախված ըլնենք իրանցից, մենք իրանցից միշտ կախված ըլնենք։ Ես հեծանիվ չեմ հորինում։ Եվ այո, կա պատերազմի կուսակցություն, կա խաղաղության կուսակցություն։ Եվ այո, 2026 թվականի ընտրությունների ամսի 7-ի ընտրությունը լինելու է խաղաղության եւ հնարավոր պատերազմի մասին։ Էլի բաններ Կարինե ջան, սպասի, սենց հերթով բացի։ Այդ քարտեզը որ դուք ցրել եք ձեր 21 թվականին դուք Արցախի քարտեզով Նիկոլ Փաշինյանը հպարտ քաղաքացու անձնագիր։ Ես եմ այդ քարտեզի հեղինակ։ Արցախով էր տարածում։ Հա, եւ հիմա երբ դուք Հայաստանով եք տարածում, դրա համար մարդիկ չեն հավատում, որ դուք ձեր իշխանությունը այս Հայաստանի այս տարածքներ է պահելու։ Եվ եթե այս քարտեզի արդեն Հայաստանի Գեղարքունիքից, Ջերմուկի դիրքերից դուրս եկած լինեին ադրբեջանական զորքերը, մենք գուցե հավատայինք, որ դուք այսպես ասած, այս քարտեզը ամբողջական է եւ գուցե մարդիկ ավելի սիրահոժաբար դեսնեն այդ քարտեզը։ Ես չեմ ուզում հիմա խոսել հավատից, ես ուզում խոսել գործերից։
ակնհայտ է, որ այս քարտեզը այն սպառնալիքը, որը որ դուք մատնանշում եք Հայաստանի քարտեզից այս կողմ գտնվող Ադրբեջանի Հանրապետությունը, ասել է եւ գործով ապացուցել է, որ այլևս սա Հայաստանի Հանրապետության սահմանն է, հաջա հարգելիս տեղյակ եք, որ սահմանագծում եւ սահմանազատում process գոյություն։ Իսկ տեղյակ եք, որ չէ, այդ տեսնում եք, որ կարդակ փաստաթղթերը, այլ ուղղակի ոչ թե մենակ TV5-ի բաներ, լուրերը նայեք կամ մենակ անդիմաց, բա որ կարդացել եք, բա որ գնում է նախ գործընթացը, բա որ կարդացել եք, ուզում եմ կանեք թողնես վերջացնեմ։ Չեմ ասելու քեզ։ Այտենց, որտեվ հարց ես տվել, ուզում եմ այդ հարցին հələ պատասխանեմ։ Այ որ վերջացնեմ այն հարցը, կարող է մարդ ես բարի գտնվեմ եւ պատասխանեմ այն հարցին։ Կարամ պատասխանեմ, որ փաստաթղթերը կարդալիս լինեիք, կտեսնեիք, որ հիմնարար փաստաթղթում, որը որ վավերացվել է թե Ադրբեջանում, իդեպ էլ էիք ասում Ադրբեջանը չի վավերացնելու, ըստեղ կանգնած ասում էի վավերացնելու բան, 3 օր հետո Ադրբեջանի նախագահը ստորագրեց փաստաթղթում հստակ գրված է, որ Հայաստանի սահմանը վերևից մինչև Իրանի սահման եւ Ադրբեջանի սահմանը վերանվելու, այսինքն դրանով Ադրբեջանի ադրբեջանական կողմը նույնպես ստորագրել եւ հաստատել է, ինչպես նաեւ բառացի մի քանի անգամ Ադրբեջանի նախագահ, այն որ ասում եք, բա ինքը ինչի տենց բաներ չի ասում, մենակ դուք եք ասում, ասել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում է նույնիսկ այն հին տեսանյութը, որը որ դուք տարածել էիք, դուք նկատի չունեմ անձամբ ձեզ, որը որ տարածել էին 2022 թվականի, այնտեղ նույնպես Ադրբեջանի նախագահ դրա մասին ասում է, բայց լսել չեք ուզում, տեսնել չեք ուզում, խոսում եք հավատից։ Տեսեք, ես ապացույցներ բերեցի, ինչ կարող եք ասել, ասեք Կարինե ջան։ Չլսեցի։ Այ ախպեր, մի հավատացեք, ես ասում եմ, դուք ստորագրած փաստաթղթերին հավատացեք, դուք հավատացեք այսօրվա իշխանության որոշմանը, հավատացեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրությանը, մնացածին մի հավատացեք, որտեղ աշխարհում ամեն ինչ կարա լինի։ Խաղաղության պայմանագրի վկա Թրամփը։ Ինչա՞։ Խաղաղության պայմանագրի այսպես երաշխավորել չէ վկա Թրամփը։ Ասում է, որ այլևս որևէ միջազգային փաստաթղթեր իրավունքներ գոյություն չունեն, կա ուժի գործոնը։ Դուք հիմա ասում եք հավատանք Ալիևի։ Չէ, դրա համար չէ։ Դուք նկատել եք, որ ձեր բերված օրինակի աշխարհի ամենամեծ եւ հզոր պետություններից մեկի, եթե ոչ ամենամեծ պետության մեկի ղեկավարը ստեղ նաև ֆինանսական, ինչպես նաև քաղաքական ներդրում է արել եւ այդ երկրի նաև փոխնախագահ եկել է ստեղ եւ դրա մասին խոսել է։ Եթե մենք հավատով լինեինք եւ մենակ հավատի վրա հիմնվենք, այսքան փաստաթուղթ, այսքան պայմանագիր, այսքան բան չէր լինի, բայց պարզ է, որ աշխարհում գոյություն չունի 101% եւ նույնիսկ 100% բան, որովհետև մեր երաշխավոր իրարուսական բազան ստեղ ունեցող, ինչպես նաև խաղապաներին Լեռնային Ղարաբաղում ունեցող մարդը արեց հետևյալը, որը որ երաշխավոր էր, դարավոր բարեկամ էր, ասեց Ղարաբաղի բնակչության, ասեց դե զգուշ դուրս եկեք, հանգարց տեղ մի բան ձեզ չլի, դավայ դուրս եք։ Դե Պրաղան ճանաչել եք։ Բա ինչ պետք է անենք։ Այո, բա ինչ պետք է անենք։ Միանշանակ ներողություն, այդ Պրագա ճանաչելը նշանակում է, Պրագա ճանաչելը նշանակում է այս Հայաստանը ճանաչելը։ Ես չի կարող Հայաստանի Հանրապետությունը չճանաչել, հասկանում ես, որովհետև եթե դու Հայաստանի Հանրապետությունը չես ճանաչում, ի հայտ է գալի օրինակ հապկի այն հայտարարությունը, որ ասում էր, դե մենք ոնց խառնվենք, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները դեմարկացված եւ դելիմիտացված չէր, այսինքն պարզ չի Հայաստանի Հանրապետության սահմանը որտեղ է։ Հայաստանի Հանրապետության հետս չանա կռիվ մի արի, ամոթա, սպիրոպես սպասի։ Չէ, ես ասել եմ, ես կհանդիպեմ իրանց հետ միայն իրանց եթերում, իրանց եւ մի քանի խմբագիրների հետ, մնացած դեպքում Կարինե ջան, իսկ կլինի վերջացնեմ ասածս, որտեվ կարեւոր է, որտեվ դուք տենց բաց եք թողում հարցերը, ձեզ թվում է ընթացքում մի հատ էլ երկու հատ էլ խոսակցության, մի րոպե, ստոպ, եւ հա, բա ինստիտուցիոն հիշողություն ունեք, բա Պրագայում եթե վերադառնանք, դրան ձնին է կվերադառնամ, Պրագայում եթե Հայաստանի Հանրապետության տարածքները մենք չճանաչեինք, մենք Պրագայում ոչ թե Հայաստան բանն ենք անչախ, Ադրբեջանի տարածքն ենք, մենք մեր տարածքն ենք, որտեղ Հայաստանը սկսում է այնտեղ, որտեղ որ ավարտվում է Ադրբեջանը։ Եթե դու չես ճանաչում դա քո ամենամեծ դաշնակից եւ երաշխավորը ձեր կողմից, ձեր ուժի կողմից սիրված, Ռոբերտ Քոչարյանի կողմից սիրված
Պուտինի գլխավորության մեր դաշնակիցը ասում է դուք ոդ ինքն է ասում, հա, ես չեմ ասում։ Լսեք, որ Քոչարյանը Պուտինին սիրում է, դա չի նշանակում, որ մենք վատ հարաբերություններ ունենք Պուտինի։ Դրա մասին չի խոսքը։ Որովհետև դուք եք երաշխավոր առաջ քաշում եւ Տրամպի հետ կապված կասկածներ հայտնում, ես ասում եմ, որ աշխարհում միանշանակ որևիցե բան չկա, եւ եթե դուք Տրամպի քաղաքական միջնորդությունը թերագնահատում եք, ես ասում եմ, մենք ունենք ավելի հստակ բան, եւ այդ դաշնակից, երբ որ ժամանակը եկավ, ասես, դե ոնց որ պարզ չի Հայաստանը որտեղ է սկսվում եւ որտեղ է ավարտվում, եւ մեզ ես եմ զանգել, բա այս ինչ է, այս ինչ ժանր է ուզում, այս ինչ ժանր է, մի րոպե, ես մի րոպե, իսկ այսքան տեսախցիկի առաջ, որ ասում եմ քեզ թվում է, ոչ մեկ այնտեղ ինտերնետ չունի, չնայած կարող է, ոչ մեկ այնտեղ ինտերնետ չունի, այդ ինչ խոսալու, կամ ելը կներես, էլի, այս ինչ ժանր է, պատասխանում եմ հարցին, այնտեղից ասում ես, որ զանգում եք, ես Պուտինին չեմ զանգում, դա ձեզ չի վերաբերում, դրան կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը, երբ որ պատեհ կգտնի։ Ինձ մի ընդհատեք, պատասխանում եմ հարցին, չխոսակ Պրագայի մասին։ Դա հակահայկական, հակահայաստանի Հանրապետության դեմ նարատիվ է, Հայաստանի Հանրապետությունը Պրահայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է Հայաստանի Հանրապետությունը գաղութացումից, ծայրագավառ դառնալուց եւ իշխանությունը կորցնելուց։ Ով որ խոսում է Պրագայի մասին բացասական տրամադրվածությամբ, ուզում է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ երկիր չլինի։